2001-ի սեպտեմբերի 24-ին Արագած սրճարանի զուգարանում սպանվում է Վրաստանի 43-ամյա քաղաքացի Պողոս Պողոսյանը։ Սպանության հաջորդող մի քանի օրերին դեպքին ականատես 200 քաղաքացիներից ոչ մեկը չի համարձակվում հրապարակավասել, թե ինչն է սպանության պատճառը։ Ներքին գործերի նախարարության լրատվականում ասում են, որ մահացածի մարմնի եւ գլխի վրա հայտնաբերվել են թեթև վնասվածքներ։ Նրա մահը որակում են դժբախտ պատահար։ Սրճարանի ղեկավարությունն ասում է, որ նա սրտի կաթված է ստացել, ցանկացել են շտապօգնություն հրավիրել, սակայն ստացել է երկրորդ կաթվածը եւ տեղում մահացել։ Առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանն առաջինն է, որ փոքրինչ լույս է սփռում Արագած սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի մահվան պատմության վրա։ Հրաժարվելով տեսագրվելուց նա տեղեկացնում է, որ սրճարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի եւ Շառլ Ազնավուրի հեռանալուց հետո իրեն է մոտեցել սրճարանի երաժիշտներից մեկը եւ տեղեկացրել, որ զուգարանում մեկը վատացել է։ Երբ ինքը մոտեցել է Պողոս Պողոսյանին, սրճարանի երկու աշխատակից նրա վրա սառը ջուր էին լցնում։ Նախկին նախարարն արդեն մահացած Պողոսյանի թաց մարմնի վրա բռնության որևէ հետք չի տեսել։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արագած սրճարանում տեղի ունեցածի կապակցությամբ շտաբ խորհրդակցություն է հրավիրում։ Գլխավոր դատախազն ու ներքին գործերի նախարարը նրան զեկուցում են դեպքի արդիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին։ Արդեն խոսվում է, որ դեպքի հետ կապ ունի նախագահի անվտանգության ծառայությունը։ Քոչարյանին անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարում է կասեցնել ծառայության այն աշխատակիցների ծառայությունը, որոնք գտնվել են սրճարանում։ Պողոս Պողոսյանը դաշնակցական էր, ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդայանը չի վստահում նախնական վարկածին, որ նա մահացել է սրտի կաթվածից։ Դեպքի ընթացքում սրճարանում է եղել նաև արտահայտության նախարար Դավիթ Հարությունյանը, հենց նա էլ բացում է առաջին իրական փակագծերը։ Ես պատրաստ չեմ այս պայն որևէ ձևով դա կապել թիկնազորի կամ որևէ այլ անձի հետ, ես միանշանակ ուղղակի մեկ այլ բան եմ պնդում։ Համադրելով իրադարձությունները հիմա կարող եմ ասել, որ ինչ որ բան այնտեղ տեղի ունեցել եւ սա սովորական դժբախտ պատահար հավանաբար չէր կարող լինել։ 1998-ի սեպտեմբերի 24-ին Գագիկ Հարությունյանն անձամբ է լսում իրեն գրավոր դիմաց ազգային ժողովի 68 պատգամավորի, ըստ որոնց կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով արտահերտ նիստ չհրավիրելու Ռոբերտ Քոչարյանի որոշումը հակասահմանադրական է։ Հարությունյանն ասում է, որ պատգամավորների դիմումում կան ոճային եւ ձևային սխալներ, ինչպես նաեւ տառային 3 բացթողում։ Գագիկ Հարությունյանը պատգամավորներին այլևս հնարավորություն չի տալիս դիմումը ետ վերցնել, սխալներն ուղղել, նոր բերել։ Այսպիսի պարագաներում իհարկե ամենալուրջ գործը, որ կարող էր անել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, հրաժարական տար եւ չշարունակեր այս վտանգավոր գործողությունը, այն է նախագահների կողմից սահմանադրության խախտման ուրեմն հովանավորչությունը։ 2000-ի սեպտեմբերի 24-ին ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացնում Արմեն Խաչատրյանը։ Նրա հրաժարականին դեմ են ՀԺԿ-ն եւ Կոմկուսը, նրանք տեղի ունեցածը համարում են պետական հեղաշրջման փորձ։ Ընդդիմությանը դուր չի գալիս խորհրդարանի ղեկավարի նահանջը։ Պետք չի հիստերիայի մեջ ընկնել։ Հրաժարականը ուրեմն բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում ես տեսնում եմ ուղղակի ահաբեկչություն, երկրորդ հատվածում տեսնում եմ թեթև կաշառք։ Ասենք մի պաշտոնի կարգի, օրինակ Ստրասբուրգում